В Армении сегодня день памяти. Многотысячные шествия в Армении. В Армении день памяти жертв геноцида. Ռուսական հեղինակավոր լրատվական ալիքները բաց չեն թողել հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։ Буквально Ласточкино гнездо. Ռոսիա 24-ը, Ռոսիա 1-ը, NTV-ն, ռուսական առաջին ալիքը իրենց թողարկումներում հատուկ ռեպորտաժներով անդրադարձել են հայկական ջարդերին, տալով մեծ եղեռն կամ ցեղասպանություն ձևակերպումը։ В Армении сегодня отмечают День памяти. Հայաստանում նշում են հայ ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրը, որը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության ժամանակահատվածում 1915 թվականին։ Այն համարվում է իսկական ողբերգություն հայ ազգի պատմության մեջ։ В Армении день памяти жертв геноцида. Հայաստանում 1915 թվականի Օսմանյան կայսրության շրջանում կատարված ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է։ На трагедии целого народа и Այդ ժամանակ 1.5 միլիոն հայ է սպանվել։ Жертв геноцида и Ռեպորտաժներում նշվում է, որ ապրիլի 24-ը համախմբում է հայ ժողովրդին, մարդիկ գնում են Ծիծեռնակաբերդ հարգանքի տուրք մատուցելու նահատակների հիշատակին։ акции на улицах собрали. Հատուկ անդրադարձ է արվում ջահերով երթին։ Люди вышли почтить память трагических. Նկատում է ռուսական մեդիան, վերջին տարիներին ընդդիմությունն է կազմակերպում երթը, որովհետև Հայաստանի իշխանությունները առաջնահերթություն չեն համարում հայոց ցեղասպանության ճանաչումը։ Премьер Никол Пашинян заявил, что Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հայերի ցեղասպանության ճանաչումը չի մտնում իր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ։ не входит в его внешнеполитические приоритеты. Ռուսական հեռուստաալիքները նշում են, որ հազարավոր հայ երիտասարդներ խաղաղ երթ են կազմակերպել դեպի Ծիծեռնակաբերդ։ 10-й годовщине трагедии вот уже второй. Ձեռքներում պահած ջահը ցեղասպանության հիշատակի նշանը, անմոռուկը, Հայաստանի դրոշը, վրան ամրացված հայկական խորհրդանիշ համարվող Արարատ սարը։ В них приняли участие. Շեշտում են ռուս լրագրողները, արևմտյան Հայաստանում, որտեղ տեղի են ունեցել ջարդերը գտնվող Արարատը, գերբի վրայից ցանկանում է ջնջել Հայաստանի վարչապետը։ Горы Арарат, которая расположена. Արարատ սարը, որ գտնվում է ժամանակակից Թուրքիայում, պատկանել է պատմական արևմտյան Հայաստանին։ Ուշագրավ է, որ հայերի խորհրդանիշ համարվող Արարատը պետական գերբի վրայից ցանկանում է մաքրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ С государственного герба. Горы Арарат, которую премьер Пашинян хочет убрать с национального герба. Սովորականից մարդաշատ են եղել Երևանի փողոցները ջահերով երթի ժամանակ նկատում են ռուս լրագրողները։ Море людей у мемориала. Ավելի քան 15000 մարդ է մասնակցել։ Полицейских. Թեև խաղաղ էր հայերի երթը, բայց ըստ NTV-ի իշխանությունները երկրի տարբեր շրջաններից 30,000 ոստիկան են ուղարկել Երևան։ Около 30 тысяч полицейских. Հասմիկ Սերոփյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։